Բարի ուշ երեկո ձեզ, սիրելի քուրեր եւ եղբայրներ, սիրելի հայր ջան, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով շատ ուրախ եմ ուղիղ եթեր մտնեմ։ Ամեն, ամեն, ամեն։ Սիրելիներս, Աստված այս ժամանակներում ուրեմն ես եթերներից մեկերում ես նշել եմ, որ հափշտակության ժամանակներն է, սիրելիներս, որ բոլոր սրբերին ընտրում են եւ ով մաքուր է, սիրելիներս, որ արդեն ժամանակները գան, պատրաստ լինեն, որպես հարս, սիրելիներս, հափշտակվեն, որովհետեւ մեր համար Փեսան դա Հիսուս Քրիստոսը, սիրելիներս, ինչպես գրքում է գրած։ Այսինքն, ինչքան դուք սուրբ ապրեք եւ ապրեն ձեր կողակիցները ձեզնով, որպես դուք լույս լինեք, ի վերուց ծնված, սուրբ հոգով ապրեք, այնքան ձեր կողակիցները կլինեն փրկված եւ հավիտենական կյանքի ժառանգոց, սիրելիներս, որ չմտածեն, որ սա հեքիաթ է, ինչ որ գրած է, այդ դա իրական, սիրելիներս, ոնց որ նահատակվել են շատերը, 2000 տարի նահատակվում են, սիրելիներս, այնպես էլ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք չարչարանքների, եթե հարկ լինի, բայց Աստված մեր կարողությունից վեր չի տալիս մեզ ինչ-որ առաջադրանք։ Եվ սիրելիներս, եթե դուք ուզում եք լույս լինեք եւ ուզում եք փոխվի այս աշխարհը, որ չարը կչանա եւ Աստծո սերը եւ լույսը տարածվի, սիրելիներս, դուք պետք է առաջին տեղում դնեք Աստծուն եւ սիրելիներս, ամենակարևորը բարեգործական կան ծրագրեր, օրինակ այդ միտքը տվել է ինձ Աստված, որպեսզի ձեզ փոխանցեմ, որ սիրելիներս, Աստծո կամքով դա դառնա, իհարկե, այն մարկանցով, որոնք ուզում են Բարգավաճի Հայաստանը եւ անապահով ընտանիքները մանկատներում, միայնակ մայրերը եւ շատերը, սիրելիներս, դրա համար այդ միտքը որ տվել է, սիրելիներս, բարեգործական ընկերություն եւ անգամ անունն է տվել օգնության լումա, սիրելիներս, հիմնադրամ բացվի եւ դրա հետ մեկտեղ եւս մի քանի կազմակերպություն, որոնք սիրելիներս կօգնեն զարգանալ, բայց ձեր ներդրումը անմիջական որ լինի, անմիջապես բոլորը գնալու է դեպի օգնություն իրենց։